Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ շնորհավորում եմ ձեզ, դուք վերընտրվեցիք Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում, ընդամենը օրեր առաջ էր մրցույթը եւ դուք հաղթահարեցիք, ինչը եւ սպասելի էր, Տիկին Հակոբյան, ընդամենը օրեր առաջ ես ազգային պատկերասրահի մոտով էի անցնում եւ ռուս տուրիստների մի խումբ հետաքրքրված էր, որտեղից է ազգային պատկերասրահի մուտքը, ընդ որում պտտվում էին շենքի ամբողջ տարածքում։ Եվ հետո պարզվեց, որ իրանք եղել էին արդեն պատմության թանգարանում եւ փնտրում էին մուտքը ազգային պատկերասրահի։ Այ հետաքրքիր հենց սա է, որ ինչ որ առումով գուցե շատերի համար տարօրինակ է, մանավանդ դրսից եկածների համար, որ երկու կարևոր կառույցներ գտնվում են նույն շենքում եւ այսպես արդեն մուտք փնտրելու խնդիր է առաջանում։ Կա արդյոք ինչ որ ծրագիր, ինչ որ պլաններ, որ ամեն դեպքում այդ տարածքը մանավանդ մենք գիտենք, որ ազգային պատկերասրահը շատ մեծ հսկայական աշխատանքներ ունի պահոցում, հետագայում, որ ամեն դեպքում երկու այդպիսի կառույց չլինի մեկ շենքում։ Շատ լուրջ խնդիր եք բարձրացնում իրականում, սա տասնյակ տարիների խնդիր է եւ տարիներ առաջ, շուրջ 100 տարուց ավել ժամանակ առաջ, երբ հիմնադրվեցին այդ թանգարանները, ոչ միայն ազգային պատկերասրահի պատմության թանգարան, այնտեղ հնգյակեր թանգարանների, այսպես կոչված, մեկ հարկի ներքո եւ դրանք որպես բաժիններ էին առանձնացված, քանի որ բնականաբար բոլորը ունեին շատ քիչ հավաքածու եւ մեկ թանգարանի տարբերակով էին հիմնադրվել եւ այնուհետեւ արդեն երբ դրանցից յուրաքանչյուրը ինքնուրույն թանգարան դարձավ, համալրվեցին հավաքածուները եւ ինչպես արդեն դուք նշեցիք, տեղի խնդիր առաջացավ, այնուամենայնիվ դրանք արդեն տեղակայված էին այդ նույն տարածքում եւ տասնյակ տարիներ այդ խնդիրը կա, հիմնական մուտքը գլխավորն է հանրապետության հրապարակի կողմից, երկու թանգարանի մուտքն էլ միշտ եղել է այդ տարածքից, պարզապես մի շրջան, երբ պատմության թանգարանը վերանորոգման փուլում էր, մենք բացեցինք նաեւ մեր ետնամուտքը Արամի կողմից, բայց բնականաբար Հայաստանի ազգային պատկերասրահի մուտքը ետնամուտքից չի կարող լինել եւ այսօր մեր մուտքը փաստորեն նույնն է։ Այնտեղ հարցը մի 2-3 տարի առաջ լուծվեց այնքանով, որ հենց մուտքի մոտ երկու դրամարկղ է դրված, մի կողմից պատմության թանգարանի դրամարկղն է, մյուս կողմից տոմսարկղը, մյուս կողմից ազգային պատկերասրահի տոմսարկղն է, ինչ որ չափով այդ հարցը լուծվեց եւ նաեւ վիզուալ մասով ենք փորձում այդ հարցը լուծել իրականում, որ կամարաշարի տակից հասկանալի լինի, որ երկու թանգարան կա այդ նույն շենքում տեղակայված։ Մյուս կողմից էլ գրականության եւ արվեստի թանգարանն է։ Եվ մենք շատ ենք քննարկել այդ հարցը, բայց կարծում եմ սա կարելի է օգտագործել նաեւ որպես շատ հետաքրքիր գրավիչ մի բան, որովհետեւ շատ երկրներում մի քանի թանգարան տեղակայված է նույն տարածքում եւ նման օրինակով կարծում եմ մենք էլ կարող ենք այդ հարցը լուծել եւ ոչ թե այդ տարածքը տրվի որևէ մի թանգարանի, որովհետեւ գիտեք վերջին տարիներին իրականում պետական հսկայական ներդրում արվել է եւ մի թանգարանի ուղղությամբ եւ մյուս թանգարանի ուղղությամբ եւ այսօր եւ պատմության թանգարանը եւ ազգային պատկերասրահը կոնկրետ բավական լուրջ վերանորոգման փուլ են անցել, այսինքն ամեն մեկը այս պահին արդեն ձևավորված կառույց է։ Բայց այդուամենայնիվ անմիջապես հենց պատկերասրահի հարևանությամբ մենք ունենք երկու շենքեր, երկու կառույցներ շատ կարևոր, մանկական աշխարհը, արտգործնախարարության նախկին շենքը, որոնք ասենք մի հատված ինչ որտեղ ռեստորան է, լավ, ես հասկանում եմ, որ մարդիկ սիրում են ուտել, խմել, բայց դրան զուգահեռ ամեն դեպքում մշակույթը շատ կարևոր է եւ այդ դատարկ շենքերը այդպես մնում են, հնարավոր չի ինչ որ կերպ բանակցել կամ պետական մի ծրագրով այնպես անել, որ օրինակ պատկերասրահը մեծ կառույց է, պատմության թանգարանը տեղափոխվի մեկ այլ կառույց։ Գիտեք, բազմիցս այդ հարցը բարձրացվել է, կարծում եւ պատմության թանգարանի կողմից եւ մեր կողմից եւ շատ են քննարկել նաեւ տարբեր պետական մարմինների հետ, բայց խնդիրը նրանում է, եթե չեմ սխալվում, դրանք մասնավոր տարածքներ են եւ այդ մասնավոր լինելը բավականին լուրջ խնդիրներ է ստեղծում։ Դուք իրականում ճիշտ եք, մենք մտածում ենք նույնիսկ կամ պատմության թանգարանը կամ ազգային պատկերասրահ որոշ հատվածներ է տեղ ունենա, որովհետեւ նույնիսկ այս շենքը մեզ չի բավարարում բացարձակ։ Կոնկրետ մեզ մոտ ազգային պատկերասրահում մեզ մոտ հավաքածուն ներկայացված է մշտական ցուցադրությունում մինչեւ 1960-ական թվականները, այսինքն 70-ականներից մինչ այսօր մի ամբողջ հսկայական շերտ ժամանակակից արվեստի հնարավոր չէ ներկայացնել ոչ մի կերպ։ Այսօր ամբողջովին պահոցներում եւ պահոցների հետ էլ մենք այսօր խնդիր ունենք, որովհետեւ պահոցային տարածքներն էլ չեն բավականացնում, այսինքն երբ մենք նվիրատվություն ունենք, նոր մեծ նվիրատվության շարք ունենք, մեզ մոտ խնդիր է առաջանում ինչպես է դա պահպանվելու, դեռևս հնարավոր է տեղավորել, բայց որոշ ժամանակ անց արդեն այդ խնդիրը շատ լուրջ բարձրացվելու է, բայց այդ ուղղությամբ էլ պետության հետ բավականին
բազային լուրջ քննարկումներ են եղել եւ կարծում եմ պահոցային տարածքների հարցը լուծվելու է։ Ինչ որ մի կերպ հաստատ լուծումը կգտնվի, որովհետեւ դա պահպանությանն է վերաբերում։ Իսկ ցուցադրության վերաբերյալ ես կարծում եմ մեզ համար առաջին խնդիրը, որ մենք ժամանակակից արվեստը առանձին շենքում պետք է ներկայացնենք, ինչը շատ տարածված փորձ է միջազգային եւ շատ երկրներում ազգային պատկերասրահները, առհասարակ խոշոր պատկերասրահները առանձին տարածք ունեն հենց 20-ից 21-րդ դարերի ցուցադրության համար։ Իսկ այն տարբերակը, որ ես առաջարկում էի, այդտեղ գտնվում է նաև համերգասրահը Առնո Բաբաջանյանի, գտնվում է գրականության եւ արվեստի թանգարանը, գտնվում է պատմության թանգարանը եւ Հայաստանի ազգային պատկերասրահը։ Այսինքն հայկական մշակույթի բոլոր ճյուղերը կարևոր այդտեղ տեղակայված են մի տարածքում։ Դա կարելի է շատ հետաքրքիր տարբերակով օգտագործել եւ դարձնել կարծես արվեստի թաղամաս, այսպես ասած, մշակույթի թաղամաս։ Եթե խնդիրը այլ կերպ այս պահին չի ստացվում լուծել։ Թեկուզ ժամանակավոր լուծում որպես։ Ես ինչի հենց հարցազրույցը սկսեցի այս տարածքի խնդրով, որովհետև այդուամենայնիվ ես հիշում եմ, որ անցնող գոնե 1 տարվա ընթացքում ձեզ մոտ շատ բացառիկ միջոցառումներ են եղել, ցուցադրություններ են եղել, շատ կարևոր, եւ այդ առումով հենց այդ ցուցադրությունները կազմակերպելու լիքը աշխատանքներ պահոցներում չմնալու, որովհետև այդուամենայնիվ նախ ափսոս են այդ աշխատանքները, որ մնում են պահոցներում եւ վերջապես մարդիկ են ուզում դրանք տեսնեն։ Ազգային պատկերասրահը թող ինձ ներեն մյուս բոլոր թանգարանները, դա տարբերվում է բոլորից։ Եվ այստեղ տարածքի խնդիր լուծելը իրականում կարծում եմ շատ հրատապ հարց է։ Չափազանց հրատապ հարց է եւ կարծում եմ առաջին փուլով պահոցային խնդիրը կկարողանանք լուծել եւ երկրորդը հաջորդիվ արդեն անպայման գոնե ժամանակակից արվեստի խնդիրը պետք է լուծվի, որովհետեւ իրոք մենք պահոցներում ունենք 1970-ականներից այս կողմի հրաշալի հավաքածու, հազարավոր նմուշներ ունենք եւ ազգային պատկերասրահը, ինչպես գիտենք բոլորս, ոչ միայն հայկական մշակույթն է ներկայացնում, այլ այն եզակի կառույցներից տարածաշրջանի մասշտաբներով, որ ներկայացնում է նաեւ համաշխարհային արվեստը եւ այսօր մենք պահոցներում ունենք համաշխարհային արվեստի բացառիկ նմուշներ, որոնք իրոք չեն կարողանում ներկայացնել։ Հազարավոր ցուցանմուշներ ունենք եւ բացի դրանից ունենք 200,000-ից ավելի հուշաձեռագրային ահռելի նյութ, անձնական իրերի արվեստագետների, այսինքն իրոք դա մի բացառիկ հավաքածու է, որը կարծում եմ ժամանակի ընթացքում երկելը կգտնվեն շատ ավելի ընդլայնված ցուցադրելու։ Ես նշեմ իհարկե աշխարհի բոլոր թանգարաներում այդ խնդիրը կա, դա միայն Հայաստանի թանգարաններին չի վերաբերում եւ տոկոսային առումով շատ քիչն է ցուցադրվում, բոլորը նույն խնդիրը բարձրացնում են եւ ժամանակավոր ցուցահանդեսների միջոցով մենք փորձում ենք ինչ-որ չափով այդ խնդիրը լուծել։ Նաեւ այս տարի մի նոր շարք ենք սկսում եւ մեր գլուխգործոցները այն նմուշները, որոնք տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ պահոցներում են պահպանվել եւ ոչ միայն հայկականները, այլև համաշխարհային արվեստի նմուշները շրջագայել են մեր մարզերով։ Առհասարակ մենք մարզերում պարբերաբար մեր մասնաճյուղերում ցուցահանդեսներ կազմակերպում ենք, սակայն հիմնականում ուղղվածությունը միշտ եղել է հայկական մշակույթը եւ այս տարի մենք որոշել ենք արդեն մեր համաշխարհային արվեստը եւս տանել շրջագայության։ Այդուամենայնիվ, տեսեք, դուք ասացիք, որ նաև ես շեշտեցի, որ անցնող տարվա ընթացքում բավական կարևոր միջոցառումներ են եղել, դա ավելացրել է մարդկանց հոսքը դեպի պատկերասրահ, հետաքրքրությունը պատկերասրահի նկատմամբ։ Միանշանակ, որովհետև անցյալ տարի 2025 թվականին մենք գրանցել ենք մեր պատմության ընթացքում, ոչ միայն անկախության շրջանի, ազգային պատկերասրահի առհասարակ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշը եւ բոլոր ուղղություններում մենք ամենաբարձր ցուցանիշը գրանցել։ Մենք համեմատում ենք մինչ վերանորոգում շրջանը վերանորոգումից հետո կարծում եմ այստեղ նաև բացի ժամանակավոր ցուցադրություններից բացված կարևոր դեր է խաղացել հենց վերանորոգման process-ը, որովհետև ինչ որ չափով սա վերածնված թանգարան է եւ անցյալ տարվա մեր ցուցանիշները ամեն դեպքում ապացուցեցին, որ գործընթացը ճիշտ է գնում։ Որքան է եղել այցելուների թիվը։ 105,000 այցելու է եղել շուրջ, որը մեզ համար իրոք առաջին անգամ էր նման թիվ գրանցվել 2019 թվականին, երբ եւս ունենք բավական լուրջ ժամանակավոր ցուցահանդեսներ, մեր այցելության թիվը մոտ 45,000 է եղել։ Այսինքն 105,000 դրանից հետո վերանորոգումից հետո ինքը բավական լուրջ թիվ է, բայց ես վստահությամբ ասում եմ, որ ազգային պատկերասրահը շատ ավելի մեծ ռեսուրս ունի եւ այդ ուղղությամբ ճիշտ համակարգված աշխատելու դեպքում, բոլոր ուղղություններով աշխատելու դեպքում այդ թիվը կրկնապատկվելու, եռապատկվելու հնարավորություն ունի։ Ինչ կարևոր ծրագրեր կան, որոնք դուք պատրաստվում եք առաջիկայում իրականացնել։ Առաջիկայում մենք այս տարվանից մեզ համար ամենակարևոր թիրախներից միջազգային համագործակցությունն է, միջազգային մշակութային դիվանագիտությունն է եւ այս տարի արդեն մենք նախանշած մի քանի միջազգային կարևոր ցուցադրություն ունենք։ Ես կուզեմ միայն մեկը նշել, այս պահին մնացածը դեռևս թող գաղտնիք մնան։ Առաջին անգամ մեզ մոտ աշնանը Հայաստանի ազգային պատկերասրահում, առհասարակ Հայաստանում ցուցադրվելու է Վարդգես Սուրենյանցի մի շատ նշանային աշխատանք, որը առհասարակ Հայաստանում երբևէ չի եղել։ Այն պահպանվում է Ղազախստանի
Հայաստանի ազգային պատկերասրահում, ազգային թանգարանում, դա լքյալը աշխատանքն է եւ արվեստաբանական տեսանկյունից, մշակութաբանական տեսանկյունից դա բացառիկ նմուշ է, բավականին ծավալուն խոշոր աշխատանք է եւ այդ աշխատանքը առաջին անգամ աշնանը ներկայացվելու է այստեղ։ Ասեմ, որ տասնյակ տարիներ իրականում այդ ուղղությամբ տարվել են քննարկումներ եւ դա Ղազախստանի ազգային պատկերասրահի կարևորագույն նմուշներից է, բավական բարդ էր այն այնտեղից անելը եւ այս տարի աշնանը մեր այցելուն հնարավորություն կունենա տեսնելու Սուրենյանցի ընդհանուր ցուցադրություն եւ որը կներառի նաեւ լքյալը։ Տիկին Հակոբյան, սովորաբար զբոսաշրջիկներ, երբ որևէ երկիր գնում են, նրանք ովքեր իհարկե հետաքրքրված են արվեստով, միշտ ասում են՝ «Այ գնանք այս թանգարանը, որովհետեւ այստեղ, չգիտեմ, Վան Գոգի այսինչ աշխատանքն է ցուցադրվում»։ Մենք այստեղ ունենք այդ համագործակցություն ազգային պատկերասրահը տուրիստական ընկերությունների հետ կամ առհասարակ այնպես լինում է, որ օրինակ Մոսկվայից կամ Բերլինից զբոսաշրջիկները գալիս են, որ պատկերասրահում տեսնեն Այվազովսկու այսինչ կտավը, որը բացառիկ է եւ ցուցադրվում է միայն պատկերասրահում։ Դուք ճիշտ նշեցիք, հիմնականում օրինակ մեր ռուս տուրիստները հենց Այվազովսկի տեսնելու համար են հաճախ գալիս, որովհետեւ դա իրենց համար նաեւ հայտնի հեղինակ է, դա եւ ռուս հեղինակ եւ հայ հեղինակ է։ Ես շատ սիրում դրա համար։ Այո, բայց ռուսները գալիս են նաեւ տեսնելու իրենց հավաքածուն, որքանով էլ դա զավեշտալի հետաքրքիր չէ, որովհետեւ իրականում իրենք իրենց թանգարաններում բնականաբար դրա հազարապատիկն ունեն, բայց քանի որ Հայաստանի ազգային պատկերասրահը հայտնի է ռուսական հավաքածուի առումով իր շատ հազվագյուտ կտավներով, օրինակ մեզ մոտ պահպանվում են Կանդինսկու, Շագալի շատ հետաքրքիր վաղ շրջանի շատ հազվագյուտ կտավներ եւ երբեմն գալիս են հենց կոնկրետ այդ կտավները տեսնելու եւ առհասարակ մեր ռուսական արվեստի հավաքածուն շատ ընդլայնված է եւ հարուստ եւ ռուս տուրիստները հիմնականում գալիս են հենց ռուսական հավաքածուն տեսնելու Այվազովսկուն եւ ծանոթանալու հայկական կերպարվեստին։ Եվրոպական տուրիստներին շատ հետաքրքիր ուսումնասիրություն են կարել այս վերջերս։ Եվրոպական տուրիստներին շատ հաճախ հետաքրքրում է պատմության թանգարանը, որովհետեւ ինչպես մեր հետազոտությունը ցույց տվեց, եվրոպացին ճանաչում է Հայաստանը որպես հնագույն քաղաքակրթություններից մեկը եւ առաջին ինչ իրենց հետաքրքրում է ծանոթանալ այդ երկրի պատմությանը։ Ռուս տուրիստները հիմնականում հետաքրքրվում են հենց կերպարվեստով, այսինքն այստեղ շատ հետաքրքիր բաժանում կա, որի ուղղությամբ ահագին աշխատանք պետք է տարվի նաեւ զբոսաշրջության տարբեր կազմակերպությունների հետ եւ կարծում եմ դա բավական հետաքրքիր հանձնարարություն է մեզ համար եւս։ Տեսեք, դա շատ կարևոր է, բայց այդուամենայնիվ միշտ սովորաբար լինում է, չէ՞, այդպիսի բան, որ ասում են գնանք այս երկիր, որովհետև այնտեղ այս, չգիտեմ, թանգարանում այս գործն է ցուցադրվելու, ես նաև դա նկատի ունեմ, որ պատկերասրահը ինքը կարող է նաև, այսպես ասած, տուրիստ բերող կառույց համարվել։ Այդպիսի նմուշ ես կարող եմ ասել մեզ մոտ Սալոմեն է Վարդգես Սուրենյանցի, որովհետև այն աղմուկը, որը բարձրացնում է ամեն անգամ, երբ Սալոմեն առանձին է ցուցադրվում, ոչ մեկի հետ չես համեմատի, նույնիսկ ասեմ Այվազովսկու հետ, եւ Սալոմեն հետաքրքիր է, որ ճանաչում են նաեւ զբոսաշրջիկները, ոչ միայն ռուս զբոսաշրջիկները, նաեւ եվրոպացի արտասահմանցի զբոսաշրջիկները։ Վարդգես Սուրենյանցը գիտենք, որ նա հայ արվեստագետ է, որը սովորել է Մյունխենում, շատ լուրջ կապեր է ունեցել համաշխարհային արվեստի հետ, արևմտաեվրոպական արվեստի հետ եւ այդպիսի մի գործ, ինչպես դուք նշում եք, գործերից մեկը Սալոմեն է։ Իսկ այնպիսի գործ, այնպիսի աշխատանք, որը այս պահին պահոցում է եւ դուք ափսոսում եք, դա որ այսքան ժամանակ մնում է պահոցում, որովհետեւ դա իրոք ցուցադրման արժանի գործ է։ Մենք այս մեր մշտական ցուցադրությունը, որ գաղափարապես էլ վերափոխեցինք, այդ շրջանում մենք այդպիսի գործեր մոտ 400 ավելացրեցինք մշտական ցուցադրությունում, այսինքն դրանք հենց տասնյակ տարիներ պահոցում պահված, 1000 փակի տակ պահված եւ երբևէ այցելուների կողմից չտեսնված գործեր էին, այսինքն հարյուրավոր գործեր այդպես վերհանել ենք եւ այդ ծրագիրը, երբ մենք նախատեսում ենք մեր մասնաճյուղերով շրջագայություն անել նմուշների եւ նաեւ ազգային պատկերասրահում մի ծրագիր ենք սկսում հենց պահոցներից այդպիսի նմուշներ հանելու եւ ներկայացնելու ամեն ամիս ոնց որ կլինի ամսվա նկար եւ մեկ ամիս շարունակ պահոցի մի այդպիսի հետաքրքիր գանձ, որը երբևէ չի ցուցադրվել, ներկայացվելու է այցելուին, այնպես որ այս տարվա ընթացքում կարծում եմ մենք այդպիսի գանձեր շատ ենք տեսնելու։ Տիկին Հակոբյան, ես չգիտեմ այս հարցը ձեզ դուր կգա թե չէ, բայց ես պետք է դա տամ։ Ինչպես է անվտանգության վիճակը այս պահին պատկերասրահում, որովհետև մենք հիշում ենք դեռ շատ տարիներ առաջ, թե ինչեր են տեղի ունեցել, թե ինչպիսի աշխատանքներ են անհետացել պատկերասրահից, վերջին տարիներին ամեն դեպքում մամուլը լռում է այս թեմայով կատարյալ լռություն է եւ բայց այդուամենայնիվ կխնդրեի այդ հարցին անդրադառնալ, անվտանգությունը այս պահին ինչ վիճակում է։ Գիտեք, երևի առաջին անգամ իմ 23 տարվա այնտեղ աշխատանքային փորձի ընթացքում ես հիմա սիրով եմ այդ հարցը լսում,
Դեռևս մի քանի տարի առաջ ինձ իրոք դուր չէր գա այդ հարցը հրապարակավ, բայց այսօր մենք արդեն պետական միջոցներով վերազինել ենք թանգարանը տարբեր անվտանգության միջոցներով եւ կարծում եմ դա շարունակական process է բնականաբար, որովհետև կատարելությանը չափ չկա, այսպես ասած, հատկապես երբ խոսքը ազգային արժեքների անվտանգությանն է վերաբերում, բայց այսօր ես վստահությամբ կարող եմ ասել, որ ամեն վայրկյան մենք հնարավորություն ունենք վերահսկելու ելումուտը մեզ մոտ տարբեր միջոցներով եւ մենք կոնկրետ ունենք մասնագետ, որը անընդմեջ կոնկրետ տեսախցիկներով ուսումնասիրում է թե ինչ է կատարվում եւ բացի դրանից հնարավոր բոլոր միջոցներն այսօր արդեն ձեռնարկվում են, այնպես որ կարծում եմ այսօր ես վստահությամբ կարող եմ ասել, որ ազգային արժեքները անվտանգ են։ Իսկ ինչ անել, որ ավելի ամրապնդվի հասարակություն արվեստ կապը, որովհետև մենք գիտենք, որ այդ կապը այդքան էլ ամուր չի, չնայած վերջին տարիներին դեպի թատրոն աշխուժություն նկատվում է, բայց այդուամենայնիվ դեպի թանգարաններ կապը այնքան էլ ամուր չի։ Ես կասեի դեպի թանգարաններն էլ է, իհարկե թատրոնը, գիտեք, ինքը ավելի հասանելի ժամանց է, ավելի հասկանալի ժամանց է եւ կանխատեսելի մարդկանց համար։ Բայց թանգարանն էլ վարայքիչ բան ունի, երբ մտնում ես մի անգամ տեսնում ես այդ աշխատանքները, դու անդադ ուզում ես գնալ այնտեղ։ Ես պետք է ասեմ մի լավ բան ենք նաեւ մեր հետազոտությունների արդյունքում հայտնաբերել, որ կրկնայցերն են բավական շատ, որը շատ կարեւոր է, որովհետեւ երբ մենք մշակում ենք մեր թիրախները, դրանց մեջ նաեւ կրկնայցերն էին մտնում, որովհետեւ երբեմն գալիս են թանգարան եւ ասում են մենք արդեն ամեն ինչ տեսել ենք, ինչի պետք է նորից վերադառնանք եւ այդ կրկնայցերը ապացուցում են, որ թանգարանը ամեն դեպքում կենթանի օրգանիզմ է, որը անընդհատ մի նոր բան առաջարկում է եւ այդտեղ ուզում ես վերադառնալ, սակայն ես նաեւ պետք է նշեմ, որ վերջին տարիներին թանգարանել ոչ միայն ազգային պատկերասրահ, առհասարակ թանգարանների այցելությունները բավական բարձրացել են եւ աշխուժացել է շատ թանգարանային կյանքը, բայց այդ խնդիրը, որը բարձրացնում եք, ինքը շատ համակարգային լուծում է պահանջում, այսինքն դա ոչ միայն թանգարանների ներքին խնդիրն է, այլ համակարգային խնդիր է, այսինքն ես ինձ դա է ասում նույնիսկ մանկապարտեզից, որովհետև գիտեք ոչ դասական տարբերակով, այլ սեր սերմանելով մշակույթի հանդեպ, ոչ միայն հայկական ազգային մշակույթի, առհասարակ մշակույթի, դա պետք է դառնա կենսակերպ։ Եվ դա միանշանակ գալու է այդ օրը, որ դա դառնալու է կենսակերպ եւ մեր ձգտումն էլ թանգարանում ազգային պատկերասրահը դարձնել ալտերնատիվ ժամանցի հարթակ, այսինքն ոչ սրճարան գնալու փոխարեն, այլ այդ սրճարանն էլ բերել թանգարան, այդ ժամանցն էլ բերել թանգարան։ Մենք հիմա վերևում բավական լավ հատված ունենք 8-րդ հարկում եւ այդ 8-րդ հարկի հատվածը ուզում ենք վերակազմակերպել, դարձնել եւ գրադարան եւ ժամանցի տարածք եւ co-working տարածք, այո, փոքրիկ սրճարան, որը իրականում ամբողջ աշխարհում ընդունված ամբողջ աշխարհում կա։ Նորմալ է, չնայած ես չեմ բացառում, որ այստեղ երբ այդպիսի մի բան լինի, սկսեն տարբեր գրառումներ լինել, բայց այդուամենայնիվ ամբողջ աշխարհում ընդունված մեխանիզմ է։ Ես չեմ տեսել որևէ թանգարան եւ ինքս էլ է շատ սիրում այցելել թանգարանային սրճարանները, նրանք բացարձակ այլ կոլորիտ ունեն, ճիշտ ասած, եւ առաջին երբ գնում եմ, մտնում եմ սրճարան, հետո գտնում եմ շրջելու, եւ կարծում եմ մեր թանգարանում էլ շատ շուտով այդ խնդիրը կլուծվի եւ մենք եւ թանգարանային առանձին գրադարան կունենանք եւ սրճարան կունենանք եւ տարածք, որտեղ մարդիկ կարող են գալ հանգստանալ, աշխատել, այսինքն ապրել թանգարանի հետ միասին, դա չլինի մի հեռու վայր, որը միգուցե հասանելի չէ։ Մենք հիմա աշխատում ենք թանգարանի ռեմբրենդինգի վրա եւ այդ ընթացքում ահագին հետազոտություններ են արվել եւ անընդհատ կրկնվող նշումներից մեկը ոչ միայն ազգային պատկերասրահի վերաբերյալ, այլ առհասարակ թանգարանային կառույցների հետ կապված, ասում են, որ մեզ թվում է, որ դա մեր տեղը չէ։ Այսինքն մարդը իրեն տարանջատում է մշակույթից, տարանջատում է թանգարանից։ Այստեղ մենք բոլորս համակարգային խնդիր ունենք այդ հաղթահարել այդ կարծրատիպը, որ թանգարանը ինչ որ հեռու վայր չէ, թանգարանը բոլորինս է։ Շնորհակալություն։ Ես շեշտեմ իմ հյուրը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։